Մինուս 20 կիլոգրամ մեկ ամսում դա նորմալ չէ։ Քաշի արակորուստը շատ գայթակղիչ է երևի, բայց նա պարունակում է իր մեջ շատ մեծ ռիսկեր առողջության հետ կապված։ Վիտամինային դեֆիցիտ, մկանային զանգվածի կորուստ, հորմոնալ խանգարումներ, նյութափոխանակության դանդաղեցում եւ ցարուկ եւ ընդհանուր օրգանիզմի թուլություն։ Առողջ քաշի նվազեցումը լինում է աստիճանաբար, շաբաթական 500 գրամից մինչև 1 կիլոգրամ, իսկ ամսական 4-ից 6 կիլոգրամ։ Սա օրգանիզմի համար ամենաանվտանգ եւ ամենակայուն ձևն է։ Սննդակարգը պետք է լինի հավասարակշռված, ոչ թե խիստ սահմանափակումներով։ Շատ արագ քաշի կորուստը շատ հաճախ բերում է կրկնակի արագ քաշի վերադարձմանը։ Իր հետ բերելով պլյուս նոր ընկերներ։ Դրա համար պետք է սկսել նիհարել ճիշտ գրակետ, քանզի որ երբ որ գործընթացը սխալ է լինում, ապա քաշի վերադարձը անխուսափելի է։ Եթե քո նպատակը նիհարելն է, ապա մտածիր երկարաժամկետ արդյունքի մասին, ոչ թե արագ անիմաստ արդյունքների մասին։ Իսկ եթե դու ես ցանկանում նիհարել առողջ եւ ամենակարևորը մնայուն արդյունքով, միացիր իմեջին, քանի որ կիմանաս շատ գաղտնիքներ։